մի նախագիծ է հեղինակել, որը վերաբերում է զինծառայությունից այդ գումարի վճարի դիմաց ծառայության ժամկետները կտրուկ կրճատելուն։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, որ կոռուպցիայի նաև մասշտաբներն են այս առումով մեծ, նախագծի հեղինակն է ասում, եւ նաև սա կնպաստի, որ դա այսպես այդ հարցը լուծվի։ Ընդհանուր առմամբ 22-ից մինչև 24-ի 25-ի սկիզբը կա ընդամենը 17 քրեական վարույթ այս բանակից ազատվելու դրվագներով։ Դուք ինչ եք կարծում, արդյոք սա համարժեք պայքար է կոռուպցիայի վերացման համար կոնկրետ այս մասով։ Ես ասեմ, որ նախագիծը վերն ու հայտարարությունները, որ կոռուպցիան մեծ է, արդյոք համադրելի են։ Նախագիծը պատգամավորական նախաձեռնությունն է, մեր գործընկերը պարոն Սարգսյանն է ներկայացրել եւ հարակից զեկուցող նստեյության պաշտպանության նախարարությունն է։ Մենք նախագծի քննարկման ժամանակ բնականաբար մասնակից ենք եղել, լսել ենք օբյեկտիվ մտահոգություններ։ Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ մի լուծում իդեալական է կամ ինչ-որ մի լուծում այլևս քննարկման տեղիք տվող չէ, բայց մի բան կարող եմ հստակ արձանագրել։ Տարիներ շարունակ չի կարելի նույն խնդիրը քննարկել եւ չլուծել։ Պետք է որևէ լուծում տրվի հարցին, այլ է հարցը թե կոռուպցիոն դրսևորումները բանակից ազատվելու շրջանակներում եւ թե նաեւ բանակի պատշաճ համալրման եւ արժանապատիվ ծառայություն նաեւ ապահովելու։ Ես այն մոտեցմանն եմ, որ ինչ որ մի լուծում պետք է տրվի հարցին, լուծման մասով բնականաբար դեռ ժամանակ կունենա քննարկելու թե նախագծի հեղինակների հետ եւ թե նաեւ կառավարություն ունել նաեւ որոշակի առարկություններ, որոշակի նոր լուծումներ, որոնք որ պիտի քննարկվեն այսքան այս նախագծի մասով։ Ապահովում եք եւ այսպիսի Չի նշանակում։ Մի հարց լիան փայլակը, հետո դուք ու վերջ հարգելի գործընկերներ։ Մի րոպե, վարչապետի կինը մանկապարտության մասին է խոսել եկել։ Հետո կտակ ձեր հարցերը։ Տիկին Սարգսյան, երբ ոստիկանությունում աշխատանքի է անցնում կամ ծառայության անցնում որևէ քաղաքացի, արդյոք ուսումնասիրվում է տվյալ քաղաքացու կեսագրությունը, արդյոք նա ունի քրեական որևէ հեղինակության հետ ազգակցական հարաբերություններ, թե ոչ, կուսակցական պատկանելիություն ունեցել է տվյալ անձը քաղաքական պաշտոն զբաղեցրել է, թե ոչ։ Սրանք սկզբունքային հարցեր են ոստիկանությունում, թե ոչ, եւ արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն քանաքերցի տունի հետ, եւ դուք տեսնում եք այս իրավիճակում, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, շահերի բախում չեք տեսնում, ինչպես կարող է ոստիկանությունը օրենքով գողերի, ոստիկանապետը օրենքով գողերի հետ կապված որոշակի գործողություններ անել, եթե ինքը հանդիսանում է օրենքով գողի ազգական։ Ես հասկացա հարցի էությունը, բովանդակությունը, մտահոգությունները, հիմա ասեմ։ Ոստիկանության համակարգ եւ առհասարակ ներքին գործերի նախարարության համակարգ մուտք գործելու շրջանակներում բնականաբար կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային են այդ ստուգումները լինում, որպեսզի մենք համոզված լինենք, որ ներքին անվտանգությունը անսասան է եւ որևէ ձևով որևէ մեկը անկաշկանդ գործելու խնդիր չի ունենա։ Պարոն Ղազարյանի դեպքում բնականաբար այնպիսի պաշտոն է հավակնել զբաղեցնելու, որը որ եւս ստուգողական որոշակի գործողություններ իրականացրել են, բնականաբար հաշվի են առել բոլոր հանգամանքները, այդ թվում հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու հանգամանքները եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո ես ուզում եմ շեշտել, որ անկախ ազգակցական կապերից պարոն Ղազարյանը ունի մարդկային այն արժե համակարգը, այն փորձառությունը, որը նաև ոստիկանությունում անցել է, որը որ թույլ կտա նրան արդեն անկաշկանդ ոստիկանապետի պաշտոնում իրականացնել այն բոլոր լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին եւ ակնկալվում է թե ին կողմից, թե կառավարության կողմից ոստիկանության բարեփոխումների շրջանակներում։ Դեմ պայքարի շրջանակում ինչպես կարող է քրեական հեղինակության ազգականը լինել ոստիկանապետ։ Լիա ջան, ես ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր
երկիր է եւ բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, կարող ենք ունենալ տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում հստակ անձը ունի առաքելություն եւ եթե անձը իր մարդկային եւ ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի արչեւ դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով։ Գողական պանյակներով առաջ չգնալ օրենսդրությամբ Վստահ եմ։ Երբ որ Մարմարիկի ողբերգական դեպքը տեղ ունեցավ, մենք տեսանք նաև թե որքանով փորձարվեց նաև իրավապահ համակարգի գործունեությունը խոչընդոտել տարբեր ինֆորմացիաների, որոնք առաջացրեցին նաև հարության վրդովմունքը սկսած տարբեր էքստրասենսների հայտարարությունների եւ նաև հա ձեր պատասխանը կարող է նաև որոշակի առումով հետագա նմանատիպ դժբախտությունները կանխել կապած ուսումնասիրվում են եւ արդյոք հա նմանատիպ մտքեր արտահայտողները, որոնք ապակողմնորոշում են եւ հասարակությանը եւ նաև ընտանիքի անդամներին ենթարկվելու որոշակի պատասխանատվության։ Բնականաբար ցանկացած միտք, որը որ կարող է տարբեր հարցերի քննարկման շրջանակներում լինել, ուսումնասիրվում են, բայց ես ողջունում եմ, որ հենց դուք որպես լրագրող եք հարցը բարձրաձայնում, որովհետև իրականում մենք շատ խնդրահարույց իրավիճակների ենք բախվել, հատկապես փոքրիկի որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում, որովհետև հայտնվել էին տարբեր էքստրասենսներ, հայտնվել էին տարբեր անձինք, որոնք ուշակություններ էին անում կամ ենթադրություններ էին անում կամ փորձում էին որոշակի էմոցիոնալ դաշտ ստեղծել, ինչը չափազանց մտահոգիչ էր մեզ համար, որովհետև մի կողմից խոչընդոտվում էր ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատանքին, մյուս կողմից նաեւ որոշակի էմոցիոնալ դաշտ էր ստեղծում հանրության եւ հատկապես ընտանիքի անդամների համար, որը կարծում եմ ուղղակի անընդունելի վարքագիծ է, եւ ես առիթը օգտագործելով այս դեպքի մտահոգությունները նկատի ունենալով հորդորում եմ մեր հասարակությանը գործը թողնել այն մարմիններին, որոնք որ իրավասու են զբաղվել տվյալ խնդրի լուծմամբ եւ ուղղակի չճշտված տեղեկություններ հրապարակելով կամ չգիտեմ անհետ ինչ որ միտեղ տեղեկություններ հրապարակելով որևէ ձևով օգտակար ինչ որ գործունեությամբ չենք զբաղվում, դրա համար պետք է ուղղակի ձեռնպահ մնալ որևէ գործողության կատարումից, եթե որևէ արժանահավատ տեղեկատվություն ուղղակի չես կարող փոխանցել։ Այս պահին չկա որևէ գործընթաց, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները, եթե նկատեցինք, որ դա արդեն այնպիսի դրսևորում է ստանում, որը այս կամ այն անձի իրավունքները կարող է ոտնահարել կամ խնդիրներ կարող է առաջացնել, ռեակցիա հաստատապես կլինի։ Հովհաննիսյանի նկատմամբ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն Արամ Հովհաննիսյանի նկատմամբ, որովհետև ըստ տեղեկությունների կոռուպցիայի մեջ է նա կասկածվել, նաև առողջական իրավունքների հետ կապված գործարքների մեջ է եղել։ Բայց Արամ Հովհաննիսյանի մասով ինչու պիտի այս պահին քրեական վարույթներ հարուցվեն։ Տիկին Սարգսյան, մեր երկրում եթե ժողովուրդ ջան, եթե չեք լսելու, ես ավարտեմ ու գնամ։ Եթե կա որևէ հանցանքի հատկանիշ, անկախ նրանից թե որ անձի մասին են խոսքը, բնականաբար կլինի քրեական վարույթ։ Պարոն Հովհաննիսյանի մասով որևէ նման ազդակ չկա։ Ես նշեցի պաշտոնավարման հետ կապված փոփոխության հիմնական հիմնավորումը, որը եղել է միակ հիմնավորումը։ Այսքան։